Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անե Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախ խմարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Ներկայացվել է արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, դատական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը հաստատում է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, 191-ը դեռ համարվում է անհետ կորած։ Սիմոնյանը հայտարարել է հանրային դաշտում ընդդիմության կողմից տարածվող ուռճացված թվերը քաղաքական նպատակ են հետապնդում։ Ազգային ժողովի նախագահի ճեպազրույցը։ Հայաստան ԵՄ հարաբերություններում անվտանգային եւ պաշտպանական գործակցությունը գնալով ընդլայնվում է։ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկել է եւ ընդունել Հայաստանի եւ Եվրամիության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Ձևակերպել նոր մոտեցումներ, ամրապնդել կայուն անվտանգություն եւ ստեղծել պայմաններ Հայաստանի պաշտպանության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու համար։ Համաժողով Հայաստանում, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նախաձեռնությամբ։ Flyone Armenia ավիաընկերությունը Aviasolutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել 3 Airbus A320 տիպի օդանավ։ Կայացած գործարքը ռազմավարական նշանակություն ունի թե ընկերության եւ թե Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման գործում։ Շիրակացու ճեմարանը նշում է իր հիմնադրման 40-ամյակը։ Այս հոբելյանական տարին կառույցի համար ոչ միայն անցաշանապարի գնահատման, այլև նոր գաղափարների, գործակցությունների եւ հաջողությունների մեկնարկ է։ Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի զատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025 թվականի հունվարի 11-ի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը, պետական սահմանի զատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման եւ այնուհետև հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ սկսելու վերաբերյալ։ Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել նաեւ սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական եւ տեխնիկական հարցերի վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկում։ Իսկ Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ Աքյաքա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կայացել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել են արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ անցկացվել է Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում արկա օրենսդրական լուծումները, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներն ու հիմնավորումները։ Ներկայացվել են նաև տնտեսական գործակցության եւ զարգացման կազմակերպության գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, դատական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ։ Ամփոփելով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերահանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները եւ հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին։ Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եգիպտոս գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատում է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, 191-ը դեռ համարվում է անհետ կորած։ Սիմոնյանը հայտարարել է, որ այս տվյալները հիմնված են քննչական կոմիտեի հրապարակած թվերի վրա եւ հանրային դաշտում ընդդիմության կողմից տարածվող ուռճացված թվերը քաղաքական նպատակ են հետապնդում։ Ըստ նրա դատաբժշկական աշխատանքները շարունակվում են, ուստի թիվը կարող է փոփոխվել անհետ կորածների նույնականացման դեպքում։
44-օրյա պատերազմի հետևանքով ըստ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած պաշտոնական տվյալների զոհվել է 3833 անձ, մինչև օրս 191 մարդ համարվում է անհետ կորած։ Այս տվյալներն, ինչպես շեշտում է խորհրդարանի ղեկավարը, հրապարակված են քննչական կոմիտեի էջում, սակայն հանրային դաշտում վիճարկվում են ուռճացված թվեր։ Խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում Սիմոնյանն ընդգծեց, որ պատերազմի զոհերի պաշտոնական թիվը հաճախ դառնում է սադրանքի, շահարկման եւ քաղաքական շահի գործիք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց կողմից կառավարվող մեդիաների միջոցով։ Այսինքն որ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրանց աշխատակիցները, իրանց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են 5000, ասում են 6000, 7000, տեղ-տեղ 10000 են ասում, ձեզանից որևիցե մեկը չի գնում, հարցում չի ուղարկում, չի մոտենում, տեսնելուց չի հարցնում, չի ասում, բա ինչի ես 1000 հայ տղա ավել սպանում այ գործիչ։ Իսկ երբ որ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, որը քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում եւ ինչ որ մարդիկ Facebook-ում փորձում են այդ թվի հետ վիճել, ես գիտեմ, որ այդ մարդիկ, իմ նշած մարդիկ, հայ մարդու ցավը, հայ մարդու էմոցիան օգտագործելով իրանց քաղաքական հարցերն են ուզում լուծել։ Սիմոնյանի խոսքով թիվը դեռ կարող է փոփոխվել, քանի որ անհետ կորածների մասով շարունակվում է հետազոտական եւ դատաբժշկական աշխատանքը։ Կրկնում եմ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է, տա Աստված բոլորն էլ ինչ որ տեղից, ինչ որ հրաշքով հետ վերադառնան, եւ բայց լինում է դեպքեր, որ հա ինչ որ պահի ապացուցվում է, որ այն մասունքները որոնք դեռ կան, ինչ որ մեկի այնուամենայնիվ ընտանիքի անդամ է։ Միասնության թվեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։ Ալեն Սիմոնյանի խոսքով նման բանավեճ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական ուժը հաստատի իր մասնակցությունը հաջորդ խորհրդարանական ընտրությանը եւ ունենա ընտրապայքարի իրավունք։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի, պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճ, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։ Նա հավելեց, որ նման հրավերներով վարչապետին դիմողը պետք է նախ փորձի բանավիճել նախկին ղեկավարների հետ։ Պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բանավեճի։ Տեսնենք իրանք կվախենան, թե չեն վախենա, դուք ասում եք վախենում է։ Իրանք էլ գործող երկրի ղեկավար չեն։ Հիմա ինքը տենց հավակնություն ունի գործող ղեկավարի ականջում, թող հələ չգործող ղեկավարների նախքին կանչի, տեսնի իրանք կիշնեն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին, նոր հետո կխոսենք։ Ազգային ժողովի ղեկավարը մեկնաբանեց նաև Արման Թաթոյանի տեսակետը, որ եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չմասնակցեն առաջիկա ընտրություններին, ապա իր թիմը կկարողանա հաղթել ներկայիս իշխանությանը։ Հակառակ դեպքում նախկինները նպաստելու են իշխանության վերընտրվելուն։ Սիմոնյանի պնդմամբ, եթե նախկին նախագահները չմասնակցեն ընտրություններին, ապա նաև ընդդիմության որակը կարող է բարձրանալ։ Շատ հետաքրքիր Կարոզարշավ եւ պայքար կլինի, եթե իրան նշված նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետության նախագահը իմ համար չեն կարող համարվել, որովհետեւ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրենք չմասնակցեն, միգուցե շատ մենք ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, քան հիմա, բայց իրանք դա չեն անի, որտեղ իրանք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների
խնդիրների եւ բդեժկների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ։ Ինչ վերաբերում է Թաթոյանի ընտրվելու հնարավորությանը, ապա Սիմոնյանը չբացառեց այն։ Եթե Արոն Թաթոյանը այդքան ձեն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ կարող է եւ ինչ որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա ինքը իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով այսօրվա անդիմությունը պարլամենտական պետքա շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին։ Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց, Հայաստանում ընտրություններն անցկացվում են ազատ, արդար եւ թափանցիկ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել եւ ընդունել է Հայաստանի եւ Եվրամիության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին եւ նախատեսում է սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։ Նախագծի զեկուցող արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում անվտանգային եւ պաշտպանական գործողություն գնալով ընդլայնվում է եւ այս փաստաթուղթն էլ հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել Եվրամիության փորձն ու գիտելիքները ճգնաժամերի կառավարման ոլորտում։ Այս համագործակցության շրջանակներում են նաեւ, որ Հայաստանում տեղակայվել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլ նաև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերները իրականացնում են։ Ըստ էության կա այս պահին գործում են նման 20 առաքելություններ Եվրոպական միության, որոնց մանդատը սահմանված է կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, օրինակ Բոսնիայում եւ Հերցեգովինայում գործող առաքելությունը կամ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից Եվրոպական միության առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաև Հայաստանի դեպքում է տեղի ունեցել։ Թույլ տվեք նաև անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ են հնչեցվել եւ փորձեմ դրանց պատասխանել։ Գործընկերների կողմից բարձրացվեց նաև ֆինանսական կոմպոնենտը համաձայնագրի, ըստ էության համաձայնագիրը այս պահին սահմանում է, որ մասնակից պետությունները իրենք են, որ հոգում են ծախսերը համապատասխան իրենց անձնակազմի մասնակցելու առաքելությանը եւ նույն ժամանակ Եվրոպական միությունը թե քաղաքացիական եւ թե ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին, այստեղ տարբեր հաշվարկային մեխանիզմներ կան, այդ թվում պետությունների հնայի հետ կապված եւ այլն։ Այլ հարցեր, որոնք բարձրացվել էին հանձնաժողովում, ճիշտ է, որ մենք այս պահին չենք բյուջետավորել մեր մասնակցության մասին ծախսերը, որովհետև ըստ էության այս պահին ընդհանրապես փորձում ենք օրենսդրական շրջանակը ստեղծել համագործակցության համար եւ որոշում չունենք հստակ որևէ առաքելության մասնակցելու համար։ Կարծում եմ այնուամենայնիվ մեր համապատասխան գերատեսչությունները թե իրենք ունեն իրենց գործողմային բյուջեները եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կառավարության պաուստային ֆոնդը կարող է օգնել այս ծախսերը հոգալու համար։ Նախագծի հարակից զեկուցող ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարման Եղոյանն իր ելույթում հայտարարել է, որ այս համաձայնագրի շրջանակում Եվրամիության գործընկերները շատ են աջակցել Հայաստանին մեր պետության համար ծայրահեղ ծանր տարբեր իրավիճակներում, օրինակ 2022 թվականի աշնան, այնուհետև դրանից հետո որոշ այլ դեպքերում։ Հայաստանը թեպետ իր խորին երախտագիտությունն է հայտնել ԵՄ-ին այդ աջակցության համար, սակայն ըստ Արման Եղոյանի լոկ բառերով չէ, որ պետք է սահմանափակվենք եւ Հայաստանը որպես ԵՄ-ին անդամակցության ցանկություն հայտնած երկիր պետք է կոնկրետ գործողություններում ապացուցի իր այդ պատրաստակամությունը։ Նաև մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու կոնտեքստում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ մենք արդեն ցանկություն ենք հայտնում ինքներս մասնակցել իրենց կողմից իրականացվող առաքելություններին այլ պետություններում, այսինքն ասենք որ այլ պետություններն էլ ԵՄ առաքելություն իրենց պետություն հրավիրելիս տեսնեն նաև հայ մասնակիցներ, տեսնեն նաև Հայաստանն էլ է իրենց մատակարարում, այսպես ասենք, կամ
մատուցում որոշակի անվտանգային միջոցառումներ։ Սա կարծում եմ միայն դրական է եւ միայն ու միայն խոսում է մեր եւ Եվրոպական միության հարաբերությունների աննախադեպ խորացման մասին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը դեռ նույնիսկ ԵՄ անդամության տեխնացու էլ չի, նույնիսկ ասոցիացիան համաձայնագիր էլ չունի, բայց արդեն վերջին նախադասությունն է, արդեն մենք մեր հարաբերությունները այնքան խորն են, որ մենք կարող ենք մասնակցել իրենց արտաքին անվտանգային եւ պաշտպանական առաքելություններին երրորդ երկրներում, ինչը շատ լավ է, շնորհակալություն։ Համաձայնագրի վավերացման ձեռնպահ է քվեարկել միայն Հայաստան խմբակցությունը, որի падգամավորները նախագծի քննարկման ժամանակ քննադատել էին այն ու հայտարարել, թե իրենք կողմնակից չեն, որպեսզի Հայաստանը եւս Եվրամիության երկրներում քաղաքացիական դիտորդական առաքելություններ տեղակայի, քանզի ըստ նրանց դա կարող է արտաքին անվտանգային խնդիրներ ստեղծել հենց Հայաստանի համար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադառնալով ընդդիմադիրների նման դիրքորոշմանը նշել է. Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստան խմբակցությունը նաև կողմ չքվեարկեց, ձեռնպահ քվեարկեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության կարգավիճակին, երբ որ մենք ամիսներ առաջ քննարկում էինք եւ քվեարկում էինք եւ համարյա նույն անհոդաբաշխ տեքստերով եւ այսօր եւս նույն տրամաբանությամբ Հայաստան խմբակցությունը կողմ չի քվեարկում եւ առնվազն անտրամաբանական եւ անարդար է, երբ որ հարցը գալիս է հասնում է օրինակ ձեր իրավունքների պաշտպանությանը, դուք հիշում եք եվրոպական կառույցներին, հիշում եք եվրոպական ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների մասին, բայց երբ որ հարցում եք նման դեպքերի, դուք մոռանում եք եվրոպական ինստիտուտների մասին, հարգելի գործընկերներ, եւ մի բան էլ ուղղակի չէի կարող չնկատեի, պարոն Մինասյան, եւ մի բան էլ, պարոն Մինասյան, Ես պարոն Մինասյանի Հորդերով զգուշացնում եմ ձեզ անհոդաբաշխ չի իրանց խոսքը։ Շատ լավ, ես եւ մի բան էլ, պարոն Մինասյան, այսօր քվորում ապահովելուց խեիք ոտներդ կախցել դալիս չէիք մտնում, մտածում եք քվորում չենք ապահովելու, չէիք գալիս, որ բան չլինի։ Հուշկու հարված են հասցնում, պարոն Կոնջարյան, այնուամենայնիվ ավարտեք։ Հայաստան խմբակցության падգամավորների հայտարարություններին խորհրդարանի ամբիոնից արձագանքել է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը։ Պարոն Մինասյան, ես պատկերացնում եմ մի սցենար, որի պարագայում մենք որոշում ենք, մենք կառավարություն նկատի ունեմ, գործող իշխանության Հայաստանը մաս դառնալ Եվրամիության որոշ ուրեմն առաքելության եւ ես պատկերացնում ձեր ելույթը այստեղ դուք ասելու եք կրկին շրջանցեցին խորհրդարանը, կրկին առանց շրջանակային համաձայնագրի օրենսդրական հիմքերի մաս դարձան առաքելության, այսինքն մի կողմից դուք պարբերաբար մեզանից պահանջում եք հարցերին մոտենալ հայցակարգային օրենսդրական մարմինները չշրջանցելով, հիմա երբ որ եկել է պահը, երբ որ մենք ապահովում ենք իրավական հիմքը, շատ շնորհակալ եմ, որ պարոն Մինասյան գրանցումը արձագանքելու, որովհետև սա տարակուսելու է, պարոն Մինասյան, ձեր վերաբերմունքը օրենսդիր մարմնին այս անհետևողականությունը ինձ իսկապես զարմացնում է։ Հայաստանի Հանրապետությունը այսօր վավերացնելու է մի համաձայնագիր, որով մաս է դառնալու մի կարևոր նախաձեռնության, որն ապահովում է անվտանգությունը ոչ միայն իդեպ ռազմական, այլ նաև քաղաքացիական, օրինակ ջրհեղեղներից պաշտպանողական կամ հետ ջրհեղեղային շրջաններում իրենց առաքելությունը կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունը ցերած մեծ բան է ձեռք բերելու։ Հայաստանի Հանրապետությունը գիտելիք եւ փորձառություն է ձեռք բերելու, որովհետեւ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ոչ միայն իհարկե զինված ուժերի, այլ նաև ներքին գործերի նախարարության մեր աշխատակազմը, անձնակազմը կարողանալու է փորձի փոխանակման հիմքով կառավարելի դարձնել նաև Հայաստանում տեղի ունեցող տարբեր բնական երևույթները։ Դրա համար ես կարծում եմ, որ սա կարևոր համաձայնագիր է, այն իմաստով, որ նախ չի շրջանցվում խորհրդարանը, մենք ունենալու ենք շրջանակային օրենսդրություն, որի սահմաններում Հայաստանի Հանրապետությունը գործելու է։ Խորհրդարանում արտահերթ ելույթով է հանդես եկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն նա անդրադարձել է վերջին օրերի թերևս ամենակննարկվող եւ խիստ մտահոգիչ խնդրին Երևանի օդի աղտոտվածությանը, սա համարելով օրակարգային հիմնահարց։ Սիմոնյանը հայտարարել է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության ամբողջ տարածքում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար առաջիկայում կլինեն օրենսդրական խիստ կարգավորումներ, որոնք վերաբերելու են շինարարական կազմակերպությունների աշխատանքին, հնամաշ մեքենաների ու հանքերի շահագործմանը։ Ես կարծում եմ մենք շատ անլուրջ ենք վերաբերվել, մեր մեղքը բոլորից մեղքը կա նման խնդրին կլիմայի հետ կապված եւ էկոլոգիայի հետ կապված հարցերին եւ ուզում եմ տեղեկացնեմ հարգելի հայրենակիցներ, զարմանալ, դժգոհել չլինի։ Մենք այս հարցը պետք է օրենսդրական առումով լուծենք
Ես ենթադրում եմ, որ օրենսդրական նախաձեռնություններ կլինեն, որոնք որ ինչ-որ խմբերի կվերաբերվեն, բայց մենք պետք է որոշենք, կամ մենք թույն ենք շնչում տարբեր քաղցկեղային եւ մնացած հիվանդություններից մեր հարազատներին կորցնում ենք, կամ մենք որոշումներ ենք կայացնում, կամ մենք կատալիզատորները մեքենաների մեջից հանում ենք, սիգարետների բիչոկները կտցնում ենք պատուհանից դուրս, կամ մենք այլ ինչ-որ որոշում ենք կայացնում։ Սենց չի լինի ու նորից եմ ասում, զգուշացնում եմ, օրենսդրական նախաձեռնություններ են լինելու, այն մեքենաները, որոնք հին են, այն մեքենաները, որոնք որ, չգիտեմ, տեսել եք փողոցում բոլորդ աղտոտում են, այն շինարարության նորմերը, որոնք որ են կազմակերպությունները, որոնք որ շինարարությունն են իրականացնում եւ չեն պահում նորմերը, ավազի հանքերը, այո, ավազի հանքերը նաեւ եւ մնացած բոլոր այդ բաները շատ խիստ կարգավորումների տակ են գնելու։ Շարունակում ենք թողարկումը։ Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմինը եւս 6 մարդու է ձերբակալել բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի հետաքննության շրջանակներում։ Նոյեմբերի 26-ին բազմաբնակարան համալիրում բռնկված հրդեհը խլել է ավելի քան 120 մարդու կյանք։ Մոտ 200-ը դեռ անհետ կորած են համարվում։ Ոստիկանական տվյալներով շենքը պատված է եղել պաշտպանական ցանցով եւ պլաստիրով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին։ Ավելի վաղ շինարարական ընկերության 3 աշխատակից էր ձերբակալվել։ Միջազգային այս եւ մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ընդմիշտ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից միգրացիան։ Միացյալ Նահանգների նախագահն ասել է նաև, որ քաղաքացիությունից զրկելու է այն միգրանտներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը եւ արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ։ Թրամփի հայտարարությունը հնչել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով մահացել է ազգային գվարդիայի անդամ։ Ըստ իրավապահների, կասկածյալը Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցի Ռահմանուլլահ Լակալվալն է, կալանավորվել է հարձակման ժամանակ ստացած հրազենային վնասվածքներից հետո։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քննադատելով Իրանի հասցեին սպառնալից հայտարարությունները նշել է, որ 12-օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթել է եւ Ամերիկային եւ սիոնիստերին, դրանում կասկած չկա։ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է. Իրանի ժողովուրդը հանձնվող չէ, ամերիկացիները թող իմանան, որ ցանկացած տեսակի ռազմական միջամտություն նրանց անդառնալի վնաս կպատճառի։ Նախորդին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր հարթակում մեկը մյուսին հաջորդող երկու գրառմամբ էր հանդես եկել։ Մի դեպքում Իրանին կոչեր արել անվերապահ անձնատուր լինել, իսկ մյուս գրառմամբ Ալի Խամենեին հեշտ թիրախեր անվանել, սպառնալով անկանխատեսելի հետևանքներով։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի ընթացքում ամերիկյան կողմը պահանջում է Թեհրանից հրաժարվել միջուկային ծրագրից, դադարեցնելով ուրանի հարստացումը։ Իրանական կողմը մերժում է այդ պահանջները, փոխարենը միջուկային զենք չունենալու իր պատրաստակամությունն է վերահաստատում։ Ռազմական գործողությունները կավարտվեն, երբ ուկրաինական ուժերը հեռանան Դոնբասից, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը հաստատել է հաջորդ շաբաթ ամերիկյան պատվիրակության այցը Մոսկվա։ Նա ընդգծել է, որ Ղրիմի եւ Դոնբասի իրավական կարգավիճակը լինելու է բանակցությունների առանցքային հարցերից մեկը։ Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին կհանդիպեն քննարկելու խաղաղության ծրագիրը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռազմական գործողությունների սկզբում հետևեր իր խորհրդին, ներկայիս իրավիճակը չէր առաջանա։ Եթե Ուկրաինան կատարեր Մինսկի համաձայնագրերը, պատերազմ չէր լինի եւ Ուկրաինան կպահպաներ իր 1991 թվականի սահմանները։ Եթե դու ուզում ես, որ Ուկրաինան պահպանի իր ներկայիս սահմանները հաշվի առնելով ռազմաճակատում առկա իրողությունները, ապա պետք է բանակցել, չպետք է խափանել բանակցային գործընթացը։ Մտածիր իրական իրավիճակից ելնելով, ինչպես պահպանել այն, ինչ ունես։ Իսկ դու ունես ամեն ինչ եւ մուտք դեպի ծով եւ Օդեսան է քոնը եւ Նիկոլաևը, բայց սա կարող է վերանալ մի ակնթարթում։ Հետևաբար պետք է ամեն ինչ կշռադատել եւ կշռադատված որոշում կայացնել, ասել է նա։ Հոնկոնգում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը աճել է։ Աղետի պատճառով առնվազն 94 մարդ է մահացել, տուժել է 76-ը։ 279 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 900-ը տեղափոխվել է 8 տարբեր ապաստարաններ։ Համալիրի 8 շենքերում տեղակայված է 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Հրդեհը տեղի է ունեցել այն օրերին, երբ Հոնկոնգը սպասում էր քաղաքի ճանաչված ժողովրդավարական գործիչներից մեկի մեդիա մագնատ Ջիմի Լայի գործով դատավճռին։
ակտիվիստներին։ Լայն եւ հարյուրավոր այլ ակտիվիստների սպառնում է երկարատև ազատազրկում ազգային անվտանգության օրենքի եւ բողոքի շարժումների հետ կապված մեղադրանքներով։ Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալվել է 3 մարդ շինարարական ընկերության տնօրեններից 2-ը եւ ինժեներ խորհրդատուն։ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը Վրաստանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ ՄԱԿ կանայք կառույցի հետ գործակցությամբ անցկացրել է բարձր մակարդակի համաժողով, որի նպատակն է ձևակերպել նոր մոտեցումներ, ապրապնդել կայուն անվտանգություն եւ ստեղծել պայմաններ Հայաստանի պաշտպանության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու համար։ Ժամանակակից անվտանգության միջավայրում վտանգներն այլևս միայն սահմաններից չեն գալիս։ Սոցիալական լարվածություն, տեղեկատվական պատերազմներ, հիբրիդային սպառնալիքներ։ Այս վտանգներին դիմակայելու գործում մեծ է նաև կնոջ դերը, որը դեռևս լիարժեք չի օգտագործվում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում խաղաղության, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում կանանց էական մասնակցության ապահովումը։ Զինված ուժերում կանանց ներգրավումը եւ նրանց համար հավասար հնարավորությունների երաշխավորումը պետք է առաջնահերթ դերակատարություն ունենա, որովհետև հնարավոր չէ պատկերացնել անվտանգության եւ պաշտպանության արդյունավետ համակարգ առանց հավասար ներգրավվածության, արդյունքում նաեւ առանց կանանց ներգրավման։ Նշեմ, որ այս առումով վերջին տարիների կտրվածքով բազմաթիվ են փոփոխությունները, թե օրենսդրական մակարդակում, թե գործնականում, եւ մենք իրապես տեսնում ենք այդ թվում զարգացումներ ոլորտի հետ կապված, բայց ուզում եմ հատուկ շեշտադրել, որ առկա են նաեւ տարատեսակ խնդիրներ եւ այդ խնդիրները միանշանակ եւս անհրաժեշտ է հասցեավորել, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արդյունավետ ձևաչափով երաշխավորել կանանց պատշաճ ներգրավվածությունը պաշտպանության եւ անվտանգության համակարգերում։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ ՄԱԿ-ի կանայք կառույցի հետ գործակցությամբ Երևանում կազմակերպել է բարձր մակարդակի համաժողով արդյունավետ պաշտպանություն եւ անվտանգություն, կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում եւ դրանից դուրս թեմայով։ Միջոցառումը մեկ սեղանի շուրջ է հավաքել Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների, ՆԱՏՕ-ի եւ քաղաքացիական հասարակության մասնագետների, դեսպանությունների եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների քննարկելու ինչպես կարելի է իրականացնել ամբողջ հասարակության ներգրավվածության մոդելը պաշտպանական ոլորտում։ Այս տարի լրանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 13-25 բանաձևի 25-ամյակը։ Բանաձևը կոչ է անում կառավարություններին, տարբեր հաստատություններին եւ կազմակերպություններին մեծացնել կանանց մասնակցությունը խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը ավելի ազդեցիկ ու ամուր դարձնելու համար։ Կանայք այս ամենում պիտի առանցքային դերակատարություն ունենան։ 2022 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները վերահաստատել են կանանց խաղաղության եւ անվտանգության թարմացված քաղաքականությունը, որն արտացոլում է զարգացող անվտանգության միջավայրը։ Խորհրդաժողովում քննարկվում են հնարավորությունները ապահովելու կանանց առավել ընդգծված եւ նշանակալի մասնակցությունը ոչ միայն զինված ուժերում, այլև ամբողջ անվտանգության ոլորտում։ Քննարկումների առանցքում են մարդու իրավունքների պաշտպանությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որպես վստահության եւ արդյունավետ կառավարման հիմք։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով կանանց ներգրավումը Հայաստանի անվտանգության համակարգում խորհրդանշական քայլ չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն։ Նրա դիտարկմամբ կանայք եւս մնում են փոքրամասնություն պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, հատկապես ղեկավար պաշտոններում։ Հետևաբար կանանց դերակատարությունը խթանելու եւ ավելի ընդգրկուն հնարավորություններ ստեղծելու նպատակով Հայաստանի կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում։ Կարևոր օրինակներից է կանանց կամավոր 6-ամսյա ժամկետային զինվորական ծառայության զորակոչելը, որը 18-ից 27 տարեկան կանանց հնարավորություն է տալիս անցնել զինվորական պատրաստություն եւ ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2500 եվրոյի չափ գումար։ Հայաստանում կանանց ծառայության կոնկրետ օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, որը ամբողջությամբ բաղկացած է կին զինծառայողներից։ Հատկանշական է, որ գումարտակի համար ստեղծվել են առանձին պայմաններ եւ զարգացած ենթակառուցված ծառայությունը հավուր պատշաճին կազմակերպելու եւ արդյունավետ արդյունքներ գրանցելու համար։ Համաժողովին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եւ Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ այս թեման այլևս միայն ներքին կարիք չէ, այլ համազգային եւ միջազգային անվտանգության կարևոր օրակարգ է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը կոչ է անում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել կանանց եւ նրանց իրավունքները, հատկապես պատերազմական իրավիճակներում։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում շատ կարևոր է
կանանց ինտեգրումը խաղաղության, անվտանգության ապահովման գործում։ Ներկայում շատ երկրներում կանայք եւ տղամարդիկ հավասարապես պայքարում են իրենց իրավունքների համար։ Ուստի մենք պետք է իրացնենք եւ կանանց եւ տղամարդկանց ներուժը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն պաշտպանել եւ իրենց իրավունքները եւ իրենց հայրենիքը։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանն ինչ ճիգեր է գործադրում ուժային կառույցներում կանանց ընդգրկելու համար։ Այս հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնելու երկար տարիների խնդիրները, այլև ձևակերպելու իրական լուծումներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Fly One Armenia ավիաընկերությունը Avia Solutions գրուպից սեփականության իրավունքով ձեռք է բերել 3 Airbus A320 տիպի օդանավ։ Այս ներդրումը, որի շուկայական արժեքը գերազանցում է 70 միլիոն ԱՄՆ դոլարը, ուժեղացնում է Հայաստանի ավիացիոն ներուժը։ Steel Capital ընկերության հիմնադիր եւ Fly One Armenia ավիաընկերության բաժնետեր Էդուարդ Սոքիասյանը կարևորել է կայացած գործարքը, որը ռազմավարական նշանակություն ունի թե ընկերության եւ թե Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման գործում։ Ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, սեփականության իրավունքով 3 նոր Airbus A320 օդանավ։ Fly One Armenian համաշխարհային ավիացիայի առաջատարների հետ գործարքով մեծացնում է Հայաստանի ավիացիոն ներուժը։ Fly One Armenia-ի հիմնադիրների եւ ղեկավարության հետ Avia Solutions Group-ի FL Technics-ի եւ ABL Corporation-ի հիմնադիրները քննարկեցին համատեղ ծրագրերն ու համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։ 3 ինքնատիպի ձեռքբերում ունեցանք, դրանից հետո կարևորում եմ որ ընկերությունները համաշխարհային մակարդակով շատ բարձր դիրքերում գտնվող ընկերություններ են, որոնց հետ շատ մարդկանց չի հաջողվում աշխատել, հետաքրքրացել է շուկան եւ կարճ ժամանակ հետո կտեսնեք ավելի շատ նոր ձեռքբերումներ։ Avia Solutions Group-ն ունի 200 օդանավ։ Ընկերության հիմնադիրը վերահաստատում է աջակցությունը Fly One Armenia-ին։ Ավիաընկերությունը համակարգաստեղծ բիզնես է։ Այն տնտեսության շատ կարևոր մաս է, որն առաջին հերթին ստեղծում է համախառն ներքին արդյունք։ Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր, որն ունի տեղական ավիափոխադրողներ, ստանում է համաշխարհային ավիացիոն բիզնեսի իր մասնաբաժինը։ Ես տեսել եմ ինչպես է զարգացել Fly One Armenia-ն։ Avia Solutions Group ընկերությունն աջակցել եւ հետագայում էլ աջակցելու ենք նրա առաջընթացին։ Հայկական ավիացիայի առաջատարին վստահում է 7 միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալ տեղաբաշխած ABL Corporation-ի հիմնադիր Ալիբեն Լմադանին։ Սպասում են Fly One Armenia-ի հետ պայմանագիր կնքելուն։ Այսօր մենք ունենք 124 ինքնաթիռ, որոնք վարձակալության են տրվում ամբողջ աշխարհում։ Մենք անհամբեր սպասում ենք Fly One Armenia-ի հետ գործարք կնքելուն։ Մեծ պատիվ կլինի հետագայում Fly One Armenia-ի նավատորմում մի քանի ինքնաթիռներ գրավելը։ Հայաստանը հրաշալի ու յուրահատուկ երկիր է։ Կարծում եմ, որ այստեղ մեծ ներուժ կա։ Fly One Armenia-ի գլխավոր տնօրենը կարևորում է համագործակցությունն ու զարգացման նոր հեռանկարներ է տեսնում։ Մեր համագործակցության սկիզբը այս 3 օդանավներն են, բայց մենք այս գործընթացում չենք կանգնելու եւ մեր համագործակցությունը շարունակվելու է նաեւ թե տեխնիկական ընկերությունների հիմնադրմամբ եւ թե լայնածավալ բոլոր ասպեկտներով FL Technics ընկերությունը պլանավորում է օդանավերի տեխնիկական սպասարկման համատեղ ենթակառուցվածքներ ստեղծել։ Հայկական փոխադրողի փորձն ու հեղինակությունը համարում է հաջողության գրավական։ Fly One Armenian այն ավիաընկերություններից է, որի հետ համագործակցության երկարամյա փորձ ունենք։ Այժմ քննարկում ենք Հայաստանում ներկայություն ունենալու հնարավորությունը։ Fly One Armenian շարունակում է գործնական քայլերով զարգացնել հայկական ավիացիան, Հայաստանի կապը աշխարհի հետ դարձնելով ավելի կայուն եւ վստահելի։ Շիրակացու ճեմարանը նշում է իր հիմնադրման 40-ամյակը։ Այս հոբելյանական տարին կառույցի համար ոչ միայն անցած ճանապարհի գնահատման, այլև նոր գաղափարների, գործակցությունների եւ հաջողությունների մեկնարկ է։ Միջոցառմանը ներկա են եղել դեսպաններ, միջազգային հյուրեր, նաեւ կրթության, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Երևանի սրտում գործում է մի կրթական հաստատություն, որի անունը տարիներ շարունակ ասոցացվում է տաղանդի բացահայտման, կրթական նորարարության եւ համաշխարհային կրթական չափանիշների հետ։ Դա Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրն է։ Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարտկային արժեքներ կրող իսկական մտավորական եւ քաղաքացի։ Ճեմարանը ես միտեղ գրել եմ ես վերջերս։ Դա մեր անկախ Հայաստանի պատմության սպեկտրալ անալիզն է։ Ճեմարանական ամենակարևոր սկզբունքը դա ընտանեկան սկզբունքն է։ Դրա համար է ճեմարան, որը ընդունվում են, չեն ավարտում։ Իսկ ճեմարանական գաղափարախոսությունները դա, ինչ ասեմ, հայրենասիրության, նվիրվածության, երկրին, իր ժողովրդին ծառայելու
Ինչու՞ չէ, լինել միշտ առաջամարտիկ։ Այսօր արդեն դեսպանների, միջազգային հյուրերի, նաև կրթության, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ միասին Շիրակացու ճեմարանը տոնում է իր հիմնադրման 40-ամյակը։ Այս 4 տասնամյակները կրթական համալիրի համար եղել են ստեղծագործական աճի, նշանակալի նվաճումների եւ հարյուրավոր մարդկային պատմությունների ճանապարհ։ Այդ ընթացքում կրթօջախը հարստացել է ոչ միայն բազմաթիվ հաջողություններով, այլև հարյուրավոր պատմություններով, որոնք վկայում են նրա շարունակական զարգացման մասին։ Կրթական համալիրի անցած ուղու մասին է, որտեղ ավարտվում է ասֆալտը գիրքը։ Հեղինակը լրագրող Շիրակացու ճեմարանի թատերական ստուդիայի ղեկավար Գարիկ Ղազարյանն է։ Մենք այստեղ տեսնում ենք այնպիսի իրողություններ, որոնց երբևէ տեղյակ չենք եղել, այն մարդիկ, որոնք հիմնադրել են այս կառույցը, լուր անձնազոհությամբ, քայլ առ քայլ, քարի վրա դնելով, փոքրիկ քայլերով հասել են այսպիսի հաջողության։ Տարիներ շարունակ Շիրակացու ճեմարանը աճել եւ դարձել է միջազգային մակարդակի կրթահամալիր, որտեղ կրթությունը սկսվում է մանկապարտեզից եւ շարունակվում մինչեւ ավագ դպրոց, ապահովելով շարունակական եւ ամբողջական կրթական ուղի։ Այստեղ ամեն դասարան, ամեն ծրագիր եւ ամեն նախաձեռնություն կառուցված է մանկավարժական խորը գիտելիքների եւ ժամանակակից մեթոդաբանության վրա։ Extended essay-ը արդեն 4000 բառանոց ծավալուն essay է, նրանք իրենց ընտրած առարկաներից մեկը կարող են ընտրել եւ հետազոտություն կատարել, 2 տարվա ընթացքում այդ հետազոտությունը կատարվում են եւ դպրոցը ավարտելուց արդեն ունեն իրենց հետազոտական աշխատանքը։ Նաեւ դիպլոմային ծրագիրը առավելություն է տալիս նրանով, որ երկրից դուրս համալսարաններ ընդունվելուց նրանք հնարավորություն ունեն առանց որևէ քննությունների դիմել եւ առարկաների գնահատականներով արդեն ընդունվել միանգամից։ Ճեմարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ միջազգային գիտակրթական համալիրն առաջնորդվում է հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի մշակած յուրօրինակ սոցիալ-մշակութային ծրագրով, որը ձևավորում է ստեղծագործ մտածողություն, խթանում է ինքնուրույնությունը եւ ուղղված է հենց տաղանդի զարգացմանը, ոչ թե միատիպ, այլ անհատական մոտեցմամբ։ Դա միայն կրթօջախ չի, որտեղ սովորում են, գիտելիք են ձեռք բերում։ Դա մի մեծ ընտանիք է, որը մեկը մյուսին հետ կապված ենք լինում եւ այնպիսի կապեր ենք ձեռք բերում, այնպիսի մտածելակերպ մեզ սովորեցնում են այնտեղ սովորել, ոչ թե գիտելիք կուտակել, լինել թիմի անդամ, ընտանիքի անդամ, մշակել տեսլականներ, քայլ առ քայլ գնալ դրան, երբեք չընկրկել որևէ դժվարությունների առջև։ Այսօր Շիրակացու ճեմարանն ամուր դիրքեր ունի միջազգային կրթական հարթակներում, հանդիսանալով միջազգային բակալավրիատի, Round Square-ի համաշխարհային ցանցի եւ միջազգային դպրոցների խորհրդի հպարտ անդամ։ Ներկայում ճեմարանն ունի ավելի քան 1500 սան Հայաստանից եւ արտերկրից, նաեւ 2200-ից ավելի շրջանավարտներ։ Մենք այնպիսի մի հատ ընթացք ենք տվել մեր ճեմարանին, որ մենք միշտ լինելու ենք, չենք կարող չլինել։ Մենք հայրենիքի զարգացման համընթաց առաջ ենք գնում։ Շիրակացու ճեմարան, այստեղ կրթությունը դառնում է ստեղծարարություն, կրթահամալիրը ընտանիք, իսկ ամեն երեխայի տաղանդը ապագա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։